ողջունել, Նարեկ ջան, այն ինչ որ ներկայացվեց, ես այդ ամեն ինչի տակ նաև տեսնում եմ, որ պատրաստ եք խորություն կա և իրապետում եք մնացած բոլոր նույնությունները։ Շատ կարևորում եմ պարոն Բագրատյանի խոսքը վերջի հարցի վերաբերյալ, շատ ստրատեգիական նշանակություն ունի։ Մենք պետք է ձեր օգնությամբ կամ միասնաբար փորձենք ոչ թե գյուղերի այն տենդենսը, որ ուրբանիզացիա են կոչում, որը հայաթափել է ըստեյության, սահմանամերձ գոտի, հակառակ տան։ Լիովին համաձայն եմ և ուզում եմ մի բան հավելել։ Մենք հավանաբար պետք է այդ երիտասարդ ընտանիքներին, որոնք նոր են ամուսնանում, այո, այդտեղից պետք է սկսել։ Իրենց համար այնպիսի պայմաններ ստեղծեն, որ մնան գյուղում և գրավիչ լինի, նույնիսկ քաղաքից գնան այնտեղ։ Ասեն, որ այնտեղ այնքան արտոնություն կա, այնքան հնարավորություն կա, որ ինչու մենք չգնանք այնտեղ։ Այդ գրավչությունը փորձենք այդպես անել։ Ուզում եմ անդրադառնալ հետևյալին, չգիտես ինչի մթերումների համակարգը, Հայկոպը վերացրեցին անհասկանալի պատճառով։ Ես ուսումնասիրել եմ, Հայկոպը սոցիալիզմի հետ թեժ կապ չունի։ 1904 թվին է ստացվել։ 1904 թվին։ Եվ մինչև այսօր կա միջազգային կոոպերացիա, որին կարող է Հայաստանը ճիշտ կազմակերպվելու դեպքում, այդ մթերումների համակարգը ճիշտ կազմակերպել, նորովի, ոչ ոք չի ասում գնանք է, նորովի կազմակերպել։ Կարող ենք նաև միջազգային համագործակցության մեջ ինտեգրվել։ Եվ այն ինչ որ մենք պետական բյուջեից տարիներ շարունակ ակնկալում ենք, որ պետությունը այդ սուր միջոցներից պետք է տա, նաև զրո հարկը փոքր բիզնեսի համար, այստեղ ևս համաձայն եմ։ Ես ուզում եմ, որ հաշվառելի լինի տնտեսությունը։ Մենք չենք կարող ուղղակի ասել հարկ մի մուծի, բայց դրա փոխարեն գրավչություն կա, իսկ ինչը նրան աճի հնարավորություն կտա, որ գնա դեպի միջին։ Այստեղ մենք եւ ինչ հարցեր է լուծել։ Եթե փոքր բիզնեսը կամ ոչ միայն փոքր բիզնեսը, գյուղացիական որևէ տնտեսություն պարենային անվտանգության խնդիր է լուծում, բացի իր գլուխը պարելուց։ Այդտեղ թող նպատակային սուբսիդիաները պետության կողմից առաջնահերթ տրվեն, որպեսզի մարդիկ կարողանան լուրջ բեկում մտցնել գյուղատնտեսության մեջ եւ կամաց-կամաց այդ 60%-ից ավելին անդադասում են գյուղատնտեսական նշանակության հողերը չեն օգտագործում, սրանք կամաց-կամաց բերենք շրջանառություն, որտեղ կուլտիվացները շատ դժվար է, գիտեք, շատ լավ գիտեք։ Էժան դեղորայքի հետ կապված համաձայն է, բայց մի փոքր նաև լրացում առաջան։ Այդ գրանցում, եթե շատ կարևոր է, մի քիչ էժան թող չխփի մարդկանց, որ թանկանա։ Ի վերջո այդ ճանապարհներ կա, ամեն ինչ պետք չի գրանցել, այո, բայց գրանցելիս էլ ինչ-որ կարևոր է, շատ թանկ թող չնստի, որպեսզի սպառողը դրանից չդուժի։ Էլի կան առաջարկներ, մենք այստեղ չենք հավաքվել ամեն մեկը իմացածն ասելու, բայց շատ կարևորում է, որ նման կազմով եւ էլի մարդիկ կան, թիմային աշխատանք տարվի, մենք նույն երկրի զավակներն ենք, կարողանանք առաջ գնալ, մեզ չի սազում այս վիճակը, շնորհակալություն։